Հարգելի 9-րդ դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր 9-րդ դասարանի ֆիզիկայի դասընթացը, այսօր կխոսենք 3-րդ պարագրաֆի մասին, որը իրենից ներկայացնում է ատոմի էությունը։ Սա ուրեմն կանքի ժամանակն էր, սա մեր ուրեմն նշանաբանն էր, սա մեր դասագրքի առաջերեջն էր, սա մեր գլխավոր նշանաբանն էր, ուրեմն էլեկտրականություն, ատոմի կառուցվածքը։ Իհարկե ֆիզիկայի մեջ, եթե այս կառուցվածքը մենք չհասկանանք, շատ երևույթներ չենք հասկանա։ Ձեր դասագրքում իհարկե Դեմոկրիտի մասին խոսք չգնաց, բայց ես Դեմոկրիտի մասին մի անգամ արդեն արծարծել եմ։ Ուրեմն Դեմոկրիտը այն առաջին մարդկանցից մեկն էր, ատոմիստական տեսության հիմնադիրներից մեկը, կարելի ասել հենց հիմնադիրը, որ ասել է, որ կան անբաժանելի մասնիկներ, որոնցից կազմված է ամբողջ աշխարհը, և այդ անբաժանելի մասնիկին անվանել է ատոմ։ Ես այս մասին խոսել եմ, այսինքն վերցնում եք նյութը, բաժանում ենք երկու մասը, հետո այդ երկրորդ կեսերից մեկը նորից բաժանում ենք երկու, բաժանում ենք, գտնում ենք մի հատ փոքր մասնիկ, որ հնարավոր չէ բաժանել։ Այն ուրեմն Դեմոկրիտը անվանել է ատոմ։ Այստեղից է եկել ատոմ հասկացողությունը։ Իհարկե չխոսել Դեմոկրիտի մասին, երբ որ ատոմի կառուցվածքն ենք ուսումնասիրում, չի կարելի, որովհետև այս մարդն է ներկայացրել ատոմը։ Ուրեմն մեր թվից առաջ 460-ից 370 թվականներն են։ Իր ծննդյան և մահվան թվականները։ Ուրեմն ատոմը, ինչ է ատոմը։ Մենք ասում ենք անբաժանելի մաս է, բայց արդյոք անբաժանելի։ Ուրեմն Թոմսոնը, որ այդ ժամանակ արդեն Թոմսոնի ժամանակ արդեն հայտնաբերել էր էլեկտրական երևույթները, ու անբացատրելի էր, թե որտեղից է այդ էլեկտրական երևույթը, այսինքն գոյություն չունի արդյոք մի մասնիկ, որ լիցք ունի, չէ, և մեկ այլ մասնիկ էլ լիցք ունի, չէ, մեկը դրական, մյուսը բացասական, բայց արդյոք նրանք ատոմի մեջ են, թե ատոմից դուրս են, թե տարբեր տեսակի ատոմներ կան։ Ուրեմն Թոմսոնը ներկայացրեց այդ ատոմի ձևը։ Ուրեմն ճիշտն ասած այսօր նկարվածը ճիշտ չէ, որովհետև այստեղ գրել եմ ծանր մասնիկ դրական և թեթև մասնիկ բացասական։ Այդ թեթև մասնիկին ինքը անվանել է էլեկտրոն, իսկ այդ ծանր մասնիկը ամբողջությամբ այդ ատոմը լցված է այդ ծանր մասնիկով, այսպես էր պատկերացրում Թոմսոնը։ Այստեղ կարմիր գույնով եմ ես նկարել, կարմիր գույնի կետով եմ ցույց տվել, բայց դա ասենք ճիշտ չէ, Թոմսոնը այսպես չէր պատկերացնում։
Թոմսոնը ասում էր, որ ամբողջ ուրեմն ատոմը իրենից ներկայացնում է դրական լիցքավորված մի մասնիկ, իսկ նրա մեջ գտնվում են բացասական լիցքավորված մասնիկներ, որոնք կարող են տեղաշարժվել մի նյութից մյուսը, ինչպես մենք տեսանք նախորդ պարագրաֆում, որ մի նյութից մյուսը անցնում էր ուրեմն էլեկտրական հոսանքը, այս մի նյութից մյուսը անցնելու ժամանակ ուրեմն էլեկտրոնը անցնում էր չնայած այն բանին, որ ատոմը այսպես էր պատկերացնում Թոմսոնը, այստեղ ուրեմն նկարված է, գրված է քեռն, հետո գրված է էլեկտրոն։ Քեռնը դա միջուկն է, այսպես չէր պատկերացնում, այսինքն դրա նախորդ պատկերացմամբ էր։ Այստեղ գրված է նաև պրոտոն եւ նյութրոն։ Այսինքն կազմված է պրոտոններից եւ նեյտրոններից, ինչպես նկարված է այս վերևի երրորդ շրջանում, իսկ չորրորդ շրջանում նկարված են քվարկներ, այսինքն այս երկրորդ, երրորդ, չորրորդ շրջանները չեն պատկանում Թոմսոնի, այլ Թոմսոնին պատկանում են առաջին շրջանը, Թոմսոնի պատկերացրած ատոմը պատկանում են առաջին շրջանը, որտեղ որ գրված է ատոմ, նրա մեջ էլ այդ կետերով նշանակված են ուրեմն էլեկտրոնները։ Հասկանա, այսպես է պատկերացնում Թոմսոնը։ Բայց Թոմսոնից հետո նրանք ապրել են ուրեմն Էրնեստ Ռեզերֆորդը եւ Թոմսոնը միևնույն ժամանակաշրջանում են ապրել ու Ռեզերֆորդը այստեղ այստեղ նկարված է ուրեմն վերևը Թոմսոնի պատկերացրած ատոմն է, վերևի աջ կողմի վերևի նկարը։ Դրա ներքևում պատկերացնում է ուրեմն Էրնեստ Ռեզերֆորդի պատկերացրած ատոմն է։ Ինչպես տեսնում եք, Էրնեստ Ռեզերֆորդի պատկերացրած ատոմում գոյություն ունի այդ միջուկը, դրական լիցքավորված միջուկը, որի շուրջը պտտվում են ուրեմն էլեկտրոնները։ Իսկ ամենաներքևի պատկերում ուրեմն տարածական պատկերացումն է ատոմի, ինչպես տեսնում եք, ատոմի միջուկը տարբեր ուրեմն մասնիկներից էր բաղկացած, ուրեմն պրոտոններից, նեյտրոններից էր բաղկացած, իսկ ատոմի շուրջը պտտվում են ուրեմն էլեկտրոնները։ Այսպես ուրեմն Ռեզերֆորդը իր փորձի միջոցով գտավ այս պատկերը։ Այստեղ ուրեմն թե ինչպես գտավ Ռեզերֆորդը ատոմի ուրեմն էությունը, ատոմի պատկերը ինչպես գտավ, թե ինչ է իրենից ներկայացնում ատոմը։ Ուրեմն նա ասում էր, որ եթե գոյություն ունենա ուրեմն դրական լիցքավորված մասնիկ, այդ դրական լիցքավորված մասնիկը մտնի ատոմի մեջ, ապա ինչ տեղի կունենա։ Տեղի կունենա հետևյալը, այդ դրական լիցքավորվածը հենց մտավ ատոմի մեջ, այստեղ գրված է ալֆա մասնիկ, մտավ ատոմի մեջ, այդ էլեկտրոնները կձգվեն ուրեմն ալֆա մասնիկի կողմից եւ տեղաշարժ կլինի։ Էլեկտրոնների տեղաշարժ կլինի ու այնտեղից այստեղ նկարված է երկրորդ պատկերում, արդեն այդ դրական մասնիկը մտած է ատոմի մեջ ու այնտեղից դուրս գալուց նա մեծ ուրեմն շեղվածություն չի ունենա, ինչպես այս պատկերում է նկարված, աջ կողմից ուրեմն ալֆա մասնիկն է դրական, ասում է, որ մտնի ատոմի մեջ
հետո ատոմի մեջով կձգվի այս էլեկտրոնների կողմից, աջ, ձախ, վերև, ներքև, այսինքն բոլոր կողմերից, եթե Թոմսոնի պատկերացրած ատոմն է այստեղ, բոլոր կողմերից կձգվի, հետևաբար նա չի շեղվի մի կողմի վրա, այլ պարզապես ուղիղ կանցնի ատոմի միջից, կամ շատ քիչ կշեղվի, ինչպես պատկերված է այս ձախ կողմում գրված է ալֆա մասնիկը ու սլաքով ցույց է տրված իր ուղղությունը, իսկ վերևում է ալֆա մասնիկի վերևում նկարված է երկու հատ ուրեմն վեկտորներ, որոնց ցույց են տալիս, որ նա շատ քիչ կշեղվի, ուրեմն ատոմի միջով անցնելուց հետո։ Սա ուրեմն Ռեզերֆորդի ուրեմն սարքն է, որի միջոցով նա գտավ, ոչ թե գտավ, այլ պատկերացրեց ատոմի էությունը, ատոմի պատկերը, թե ինչ է իրենից ներկայացնում ատոմը, ատոմի ներսը ինչ կա, որ Դեմոկրիտը ասում էր ատոմը ամենափոքրագույն մասնիկն է, նա անբաժանելի է, մինչդեռ այստեղ մենք տեսնում ենք, որ ատոմը բաժանելի է, բաժանված է ուրեմն փոքր մասնիկների, որ կոչվում են էլեկտրոններ։ Հիմա այստեղ աջ կողմում գրված է ալֆա, այդ ալֆան մասնիկ է, որը դուրս է թռչում այդ ուրեմն տուփի միջից։ Տուփի մեջ նյութ է, որից դուրս են գալիս ալֆա մասնիկներ։ Նյութ, որից դուրս են գալիս դրական լիցք ունեցող մասնիկ։ Ալֆա մասնիկ ենք դա անվանել։ Իսկ ձախ կողմում նկարված է ցինկի սուլֆատով պատված էկրան։ Մի հատ ձող է, ձողի մակերևույթին կտրված ձող է, որի մակերևույթին քսված է ցինկի սուլֆատ։ Հիմա այդ ալֆա մասնիկը գալիս հանդիպում է այստեղ մեջտեղում նկարված է բարակ մետաղյա թիթեղ։ Այդ բարակ մետաղյա թիթեղով անցնելուց հետո նա անցնում է ատոմի միջով, այդ ալֆա մասնիկը կարող է անցնել ատոմի միջով, որովհետև ամբողջությամբ այդ թիթեղը իրենից ներկայացնում է ատոմների ուրեմն մի ամբողջություն, իհարկե ինչքան էլ բարակ վերցնենք թիթեղը, միևնույն է նրա հաստությունը այնքան հաստ է, որ այդտեղ կարող են տեղավորվել հազարավոր ատոմներ։ Ուրեմն ատոմի միջով անցնում է։ Տեսնենք նա ուղիղ է գնում, եթե ուղիղ գնա, ուրեմն այս ցինկի սուլֆատով պատված էկրանի վրա մենք կստացնենք սովորական մի կետ, որ լուսարձակում է, երբ որ ալֆա մասնիկը հարվածում է ուրեմն այդ ուրեմն էկրանին։ Արդյոք դա այդպես է։ Պարզվում է, որ ոչ, ինչպես տեսնում ենք այս պատկերում, իհարկե այդ մենք սպիտակ կետերը չենք տեսնում, բայց պատկերացնում ենք, որ այդպես է եղել, որ տուփից ուրեմն ալֆա մասնիկները ուղիղ գծով դուրս են եկել, անցել են այդ թիթեղի միջով, մետաղյա թիթեղի միջով, իսկ մետաղյա թիթեղի միջով անցնելուց հետո ցրվել են աջ ու ձախ, ամբողջ էկրանը լուսավորվել է։ Ինչու է այդպես եղել, որովհետև ալֆա մասնիկները ամբողջ էկրանի վրա ուրեմն հարվածելուց լուսարձակել են։ Ուրեմն սա թույլ է տալիս ասելու, որ Թոմսոնի մոդելը ձևը, ատոմի ձևը, թե ինչից է ինքը բաղկացած, սխալ է։ Նույնիսկ այստեղ ուրեմն տեսեք ինչ է, այս էկրանը շրջված է դեպի վերև,
վերևը շրջվեց, այսօր աջ կողմի վերևի մասում շրջանի մեջ նկարված է մի սպիտակ կետ, դա նշանակում է, որ այդ ալֆա մասնիկը շեղվել է նույնիսկ շատ մեծ ուրեմն անկյան տակ, ուղիղ չի գնացել, եթե ուղիղ գրար մենք Թոմսոնի ներկայացրած ատոմի ձևը կընդունեինք, բայց այստեղ ուղիղ չի գնացել, ուրեմն նշանակում է Թոմսոնի ներկայացրած ատոմի ձևը սխալ է, այստեղ ուրեմն ցույց է տրված, թե ինչպես են ուրեմն ալֆա մասնիկը կարող շարժվել թիթեղից անցնելուց հետո, ինչպես տեսնում եք, շատ տարբեր ուղղություններով կարող է շարժվել, նույնիսկ եղել են ուղղություններ, որոնք շարժվել են դեպի հակառակ կողմ, ինչպես նկարված է այս պատկերում, ալֆա մասնիկները թե ինչպես է տեղի ունենում ուրեմն մեր լիցքավորված մարմնից ինչպես է ուրեմն ինչպես է լիցքը պակասում եւ ավելանում փաստորեն դա իրենից ներկայացնում է էլեկտրոնի տեղաշարժը ուրեմն ատոմների մեջ եթե ատոմի միջից ուրեմն էլեկտրոնը դուրս է գալիս մտնում է մեկ այլ ատոմի մեջ, որովհետև մեկ այլ ատոմի մեջ էլ կա, ուրեմն միջուկ դրական լիցքավորված կարող է ձգել նրա անմիջապես կից ատոմի էլեկտրոնին եւ իր ատոմի էլեկտրոնը այդ ատոմի էլեկտրոնների թիվը ավելի շատանա, քան թե մյուս նյութի ատոմի էլեկտրոնների թիվը Այստեղ ուրեմն ներկայացված է ուրեմն ջրածնի ատոմը ամենաձախ կողմը, վերևի ձախ կողմում նկարված է ջրածնի ատոմը ինչ է իրենից ներկայացնում ուրեմն կենտրոնում գտնվում է միջուկը, որ պատկերացնում էր ուրեմն այսպես ներկայացրեց Էրնեստ Ռեզերֆորդը իր փորձից ելնելով եւ նրա շուրջը պտտվում է մեկ էլեկտրոն նրա կողքը նկարված է հելիումի ատոմը հելիումի ատոմն էլ իրենից ներկայացնում է երկու հատ դրական լիցքավորված ուրեմն պրոտոն եւ երկու հատ նեյտրոն որոնք չեզոք են լիցք չունեն եւ նրա շուրջը պտտվում է երկու էլեկտրոն եւ ամենաաջ կողմում բերիլիումի ատոմն է որն ունի 4 հատ պրոտոն եւ 5 հատ նեյտրոն եւ նրա շուրջը պտտվում է ուրեմն 4 էլեկտրոն նո այսօր կարող է ասենք եթե բերիլիումը գտնվի ուրեմն բերիլիումի ատոմը մոտեցնենք հելիումի ատոմի կարող է հելիումի ատոմից էլեկտրոնը անցնել բերիլիումի ատոմի միջուկի անցնել բերիլիումի ատոմի մեջ եւ պտտվել բերիլիումի ատոմի միջուկի շուրջը այսպես տեղի ունենում լիցքի անցումը մեկ նյութից մյուս նյութի մեջ Եվ որ լիցքը մեկ նյութից մյուս նյութի մեջ է անցնում, ապա ատոմը դառնում է այսպես կոչված իոն, այն անվանել են իոն։ Այստեղ ուրեմն ներքևի պատկերում նկարված է լիթիումի ատոմը ունի չեզոք ատոմը ամենաձախ կողմում Չեզոք ատոմը ունի 3 էլեկտրոն, 3 պրոտոն։ Հիմա լիթիումի ատոմից մի էլեկտրոնը անցել է ենթադրենք բերիլիումի ատոմի մեջ, հա?
բերիլիումի ատոմի մեջ անցնելուց լիթիումի ատոմը մի էլեկտրոն կպակասի եւ նա կդառնա իոն։ Այսինքն կունենա 3 հատ պրոտոն եւ 2 հատ էլեկտրոն, այսինքն կլիցքավորվի դրականապես։ Իսկ եթե լիթիումի ատոմը մի հատ ատոմ, ասենք, վերցնի հելիումի ատոմից, ապա լիթիումի ատոմը կլիցքավորվի բացասականապես։ Այսպես ուրեմն տեղի ունենում մի նյութից մյուս նյութի անցումը, լիցքի անցումը մի նյութից մյուս նյութը։ Նո, ինչպես մենք տեսանք մենք նախորդ պարագրաֆում, երբ որ ուրեմն շփում էինք ապակյա ձողը շփում էինք, նա լիցքավորում էր դրականապես, այսինքն երբ որ ուրեմն նա հպում էինք էլեկտրաչափին, ապա էլեկտրաչափը նույնպես լիցքավորվում էր, այսինքն էլեկտրոնները ուրեմն էլեկտրաչափի միջից անցնում էին ապակյա ձողի մեջ եւ էլեկտրաչափը լիցքավորվում էր դրականապես։ Իսկ ապակյա ձողը իր լիցքը կորցնում էր, որովհետեւ դրական լիցքը կորցնում էր, որովհետեւ նրա մեջ ավելացան էլեկտրոնները։ Ուրեմն այս 3 ուրեմն մարդկանց միջոցով ուրեմն մենք տեսանք, թե ինչ էր իրենից ներկայացնում ատոմը։ Թոմսոն ներկայացրեց ատոմի նախնական ձևը, իսկ Ռեզերֆորդը ճշգրտեց ատոմի էությունը ավելի ճշգրիտ ձևով ներկայացրեց, չնայած այնտեղ ներկայացված են նաև քվարկներ եւ այլ քվարկ, այսինքն այլ տեսակի փոքր մասնիկներ եւ նեյտրոններ, որոնք չեզոք էին։ Դրանք հետագայում են տեղ ունեցել այդպիսի պատկերացում ունենալու համար ավելի խորն են մտածել գիտնականները եւ գտել են ատոմի իսկական պատկերը։ Ինչևէ, այսքանով եկեք ավարտենք մեր դասընթացը, որը շատ եմ կարևորում ես ֆիզիկայի ուրեմն մեր դասընթացի մեջ, որովհետև հետագայում էլ մենք կտեսնենք, թե ինչքան գաղափարներ են ավելացնում այս գաղափարի շուրջ, այսինքն ատոմի ուրեմն պատկերի գաղափարի շուրջ։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ պարագրաֆում։ Տեսանյութ։